Առաջինի եթերում շարունակվում է առավոտ լուսոն, մենք էլ շարունակում ենք խոսել կարևոր իրադարձությունների մասին եւ հենց հիմա ունենք բացառիկ հնարավորություն մեր տաղավարում արդեն ներկա հյուրերի հետ խոսել մի շատ կարևոր մշակութային թեմայի մասին ներկայացնենք նախ թեման, այնուհետեւ մեր հյուրերին։ Եվ այսպես հունիսի 3-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի հանրային ռադիոյի Արևիկ մանկապատանեկան անսամբլի եւ հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի Վար ժպտա խորագրով համերգը, որը նվիրված է երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Համերգի մասին մանրամասներ կպատմեն մեր հյուրերը, նրանք մեր տաղավարում են։ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Երվան Դերզնկյանը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ կոմպոզիտոր, դիրիժոր Արևիկ մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյանը, բարի լույս։ Բարի ձեզ, ողջույն։ Ուրախ ենք առավոտը սկսել ձեզ հետ եւ շնորհակալ ենք, որ այսպիսի վառ տրամադրությամբ ենք սկսելու Վար ժպտա խորագրով համերգի մասին պատմելու համար։ Դե ինչպես խորագիրն է արդեն նշում, Վար ժպտա կապված է երեխաների հետ, երեխաների ժպիտների հետ, իսկ երեխաները մեր ապագան են, մեր շարժիչ ուժը կյանքի եւ դրանից ելնելով մենք որոշեցինք մեր պրոդյուսերի մաեստրոյի հետ միասին որոշեցինք, որ այս տարի պիտի անենք այսպես ասած աննախադեպ համերգ, որը կապված է երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ, հունիսի 1-ի հետ, բայց հունիսի 3-ին կանենք եւ ասեմ շատ հետաքրքիր մի փաստ, ճիշտ է, Արևիկը ունեցել է ձայնագրություններ էստրադային սիմֆոնիկ նվագախմբի հետ, ունեցել է համատեղ ելույթներ, ունեցել է նաև Հոբելյանների հետ կապված մեծ մի քանի ելույթ, բայց համատեղ մենահամերգ սա երևի Արևիկի 47-ամյա պատմության մեջ առաջինն է։ Աննախադեպ։ Եթե միջև հարցազրույցը սկսել եւս զրուցում էինք այս մասին, որ իսկապես անհնար է պատկերացնել, որ 47 տարի արդեն անցել է, ինչպես Մանեն էր ասում, երբ ասում ենք Արևիկ, պատկերացնում ենք փոքր երեխաներին, որոնք շատ պրոֆեսիոնալ լինելով փոքր, կատարում են բոլոր ստեղծագործությունները, որոնք իրենց վստահված են, բայց 47 տարի շարունակ արդեն երեխաները այս անսամբլի մի մասն են կազմում։ Եվ ովքեր են անցել Արևիկով։ Եվ ովքեր են անցել, իհարկե, ամենակարևորը ովքեր են անցել։ Բայց հետաքրքիր է ինչպես են հիմա ընթանում փորձերը, քանի որ սա առաջին, այսպես լուրջ մեծ համերգն է համատեղ։ Առաջի փորձը վերջերս էր։ Մեր փորձասենյակը շատ մեծ չի։ Հազիվ նվագախումբը տեղավորվում է, այնց հազիվ հիմա այս երեխեքը այսպես մտնում են, ասում եմ, ինչ շատ են սրանք։ 27։ Բայց ու ցենց ծաղկերը ցենց փագեցինք, մտան միկրոֆոններ դրեցինք ինչքան կարող էր եւ շատ ոգևորությամբ անցավ այդ փորձը, կոնկրետ իմ կողմից, որտեղ երեխաները լավ են երգում, դա ինձ զարմացրեց, իրանք միշտ էլ լավ են երգում, բայց երբ որ նվագախմբի հետ ինչ որ մի հատ խորհրդություն բամ կարող է լինի, ոչ մի խորհրդություն, եւ կարծում եմ, որ լավ համերգ կլինի, չմոռանամ ասեմ, որ ես քանի որ այս մեր ռադիոյի եւ հեռուստացության դինոզավրներից եմ, արդեն մի 54 տարի երևի ստեղ եմ։ Արևիկը ես հիշում եմ, որ առաջ ուներ մանկական երաժշտական խումբ, նաեւ առաջ։ Եվ այդ խմբից օրինակ եկավ մեծ մոտ Տիգրան Սանոյանը, մի քանի ջութակահար, այնտեղ ջութակներ էլ կար։ Այո։ Այն ժամանակ Ռոբերտ Պետրոսյանն էր ղեկավարը, ես հիշում եմ, մի քանի ղեկավար, Վալտերի ժամանակ էլ կար նվագախումբ։ Եվ Տիգրան Սանոյանը օրինակ այնտեղից եկավ մեր նվագախումբ, հիմա Հայաստանի ամենալավ թմբկահարներից մեկն է, ինչալից պետք է քեզ ասեմ, որ մի քանի օր առաջ իրան առաջարկություն արեցի եւ ինքը համաձայնվեց նորից վերադառնում է մեր նվագախումբ։ Լավ է։ Հիանալի նորություն։ Դա շատ ուրախացնում է ինձ։ Երաժիշտ է ինքը։ Ես կարծում եմ, որ երեխաների համար, որոնք կգան, կարծում եմ շատ կլինեն երեխաներ, հետաքրքիր համերգ կլինի, որովհետեւ այդ համերգի մեջ ոչ թե մանկական երգեր են, այլ կան եւ մանկական երգեր, կան եւ ոչ մանկական երգեր, մեր սիրված հայկական էստրադայի արդեն կլասիկ դարձած
ստեղծագործություններից ամենալավերը վերցրել ենք եւ երեխաներն էլ մասնակցում են այդտեղ, բացի դրանից բազմաթիվ երգեր, որոնք իսկապես մանկական են, գրված են երեխաների համար եւ այդ դրանց համադրությունը ստեղծում է ինչ-որ մի ուրիշ մթնոլորտ, որը շատ դուրեկան կլինի կարծում եմ։ Քանի որ խոսեցինք ծրագրի մասից, արդյոք եղել են հենց երեխաների կողմից առաջարկ, թե որ երգերը, որ ստեղծագործությունները կցանկանան, որ այս համերգի ժամանակ հնչի, եւ տվել եք համաձայնություն եւ այդ երգերը լինելու են։ Գիտեք, իրենց վառվռուն աչիկներից արդեն պարզ է։ Իրենք որ երգերը սիրով կերկեն, իսկ որոնք չեն երգի։ Իմիջիալոց ոնց որ մայստրոն ասաց, ես նույնպես դրա կփաստեմ նաև իմ կողմից, այո, ռեպերտուարը, երգացանկը այնպիսին է, որ կան եւ արդեն սիրված երգեր եւ նոր երգեր կան, որոնք առաջին անգամ կհնչեն բեմից եւ նաեւ պիտի շեշտեմ, որ համերգին մասնակցում են նաեւ մեր շատ սիրելի արտիստները։ Խոսքը գնում է Արթուր Իսպիրյանի մասին, Նաիրա Մանուչարյանի մասին, Վարդան Բադալյանի մասին, Զարա Բաբայանի մասին, ովքեր երեխաների հետ միասին կերգեն։ Իսկ դա արդեն իր կողմից եւս մի շատ հետաքրքիր փաստ է, որի մասին անպայման կուզեի նշել։ Իդեպ մի բան էլ ասեմ, շատ հետաքրքիր է, մայստրոն որ ասաց, որ շատ ոգևորված են երեխաները, այո, երեկվա փորձից առաջ ծնողներից մեկը ասաց, որ չեք պատկերացնում իմ երեխան ինչքան ոգևորված էր։ 3 հոգի հյուր եկան տուն ու կես ժամից ավել ինքը միայն պատմում էր, թե ինչպես են իրենք նվագախմբի հետ փորձ արել։ Այսինքն փոքրիկ բալիկի վրա արդեն մեծ տպավորություն է։ Այսինքն ինքը մտել է այդ վիճակի մեջ, ինքը հասկացել է, որ դա երևույթ է, դա արժեք է։ Շատ կարևոր է երեխաներին այդ արժեքը ներարկել։ Այո, պարոն Հայրապետյան, դուք ձեր հարցազրույցներից մեկի ընթացքում նշել եք, որ թեև Արևիկը իհարկե մանկական մանկապատանեկան երգչախումբ է, բայց պրոֆեսիոնալ երգչախումբ է։ Հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը, ձեր գնահատականը վերջին տարիների ընթացքում, սերնդափոխության ընթացքում ինչպիսին են այսօր մեր երեխաները։ Գիտեք, երեխաները չեն փոխվել, իրենց բնույթով չեն փոխվել, ուղղակի պետք է երեխաներին ճիշտ ուղղորդել։ Ուղղորդել է պետք, որովհետև երեխան երեխա է մնում, ինքը իր հետաքրքրություններն ունի, ինքը ռիթմ է սիրում, ինքը մեղեդի է սիրում, ինքը հետաքրքիր պարային ինչ-որ բաներ է սիրում, գործիքներ է սիրում, ինքը երաժշտական, նոր բաներ է սիրում, ուղղակի պետք է ճաշակ, անընդհատ ներարկել ճաշակ, լավ բաները, այն ինչ որ իրականում արժեք են դրանք ներարկել, որպեսզի հետո չասենք, այ տեսար, այս երեխան փաստորեն նախորդ երեխայից տարբերվում էր, չէ, իրենք բոլորն են շատ լավ։ Երեք ինչ ես ուզում եմ երկու խոսք ավելացնեմ, բանը նրանում է, որ Երևանում, Հայաստանում շատ զարգացել է այդ մանկական բիզնեսը, երգի։ Բերում են բազմաթիվ ստուդիաներ կան, հիմա անհատական եւ այլն։ Եվ բերում են երեխային եւ լսում են, ասում են, այս ինչ լավ է երգում ես երեխան, մենք հետը կպարապենք։ Եվ ծնողը ամեն ինչ անում է իր երեխայի համար։ Բնականաբար։ Շորեր են կարում, ֆոնոգրամաներ են պատվիրում, տո չգիտես ինչ են անում, հետո մեծանում են այդ երեխա, հացլուխով երեխաներ են հասարակ։ Հետո պարզվում է, որ 13-14 տարեկանում արդեն պարզվում է, որ առանձնապես վոկալի ինչ-որ առանձնահատուկ հատկություններ չունի այդ երեխան, բայց արդեն ծնողը չի կարող կանգնի, արդեն նա այդքան տարի դրել է եւ ես այդտեղ ինչ-որ լավ բան չեմ տեսնում այդ նոլորտի մեջ։ Ու դրան հակադիր կա նաև Արևիկ անսամբլ, որտեղ ամեն ինչը ձերի լավ խոսք չի, չէ, անվճար։ Այո, ուսուցումը։ Ամեն ինչը անվճար է։ Ծնողը երեխային բերում է եւ ոչ մի կոպեկ չի ծախսում։ Ու երևի մենակ շոր կարելու համար։ Եվ այդ հակադրությունը շատ դուրեկան է եւ դա ստեղծում է մի պատնեշ այդ վատ բիզնեսային այդ երևույթներին
եւ Արևիկը այդ այն մաքուր կոլեկտիվներից է, որտեղ ընդունվելը բավականին դժվար է, բայց ընդունվելուց հետո վայեի նման մանկավարժայինները աշխատում, ես զարմացած եմ։ Երեխաների հետ շատ դժվար է աշխատել։ Այո։ Բայց այնքան է ինքը իրանց սիրում, ինձ թվում է, որ իրանց սիրում է, չգիտեմ, չափից դուրս ավելի, բայց այդ ամենը տալիս է այն ռեզուլտատը, որը մենք այսօր ունենք։ Եվ ես կարծում եմ, որ շատ մոտ ժամանակներում կվերականգնվի խումբը, Ես էլ հուսով եմ, մայստրո ջան։ կվերականգնվի խումբը, մի քիչ դժվարություն կա գործիքների, բայց մենք էլ կօգնենք, ես կարծում եմ օգնողներ էլ կլինեն, կգտնվեն սպոնսորներ, որ մենք վերականգնենք այն Արևիկի ինստրումենտալ խումբը, որը առաջ կար։ Եվ այն ժամանակ դուք կտեսնեք մի հատ նոր համերգ։ Այսինքն Արևիկը պիտի եւ նվագի, եւ երգի, եւ բարի, եւ իր համերգներն էլ վարի։ Հիանալի է, եւ Արևիկի արդյունքը տեսնում ենք տարիներ շարունակ, իսկ մեր հեռուստադիտողները հունիսի 3-ին կունենան հնարավորություն, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ Արամ Խաչատրյան համերգասրահում է տեղի ունենալու համերգը, ինչու հունիսի 3-ին, որովհետեւ հունիսի 1-ին բոլորը ինչ որ տեղով զբաղված են, եւ այդ օրը այո, եւ այդ օրը հիանալի առիթ է։ Եվ հանգիստ կարող են երեխաների հետ անցկացնել եւս մեկ տոն պարգևելով ոչ միայն երեխաներին, այլ նաև ինքներդ ձեզ համար, որովհետև ինչպես քիչ առաջ նշեցինք, ոչ միայն արևիկցիներն են լինելու բեմում, այլ նաև սիրված, ճանաչված արտիստներ եւ իհարկե մայստրոն նվագախմբի հետ, այնպես որ պետք է գնալ եւ վայելել այդ համերգը։ Արդյոք այս ծրագրով համերգը կլինի միակը հունիսի 3-ին, թե կլինի շարունակական։ Ես կարծում եմ, որ եթե համերգը լավ անցնի, ոչ մի բանը մեզ չի խանգարում կրկնել մի քանի անգամ այդ համերգը եւ ոչ թե մյուս հունիսի, այլ տարվա մեջ կարելի է անել եւ ես շատ կուզենայի, որ մենք կարողանայինք համերգներ տալ այն երեխաների համար, որոնք հեռու են ապրում Երևանից եւ շատ կարոտ են լավ երաժշտության։ Ես կարծում եմ, որ մենք կարողանանք այդ բանը կազմակերպել։ Դա իսկապես հրաշալի կլինի, եթե նաև ծրագիրը իհարկե ներկայացվի մարզերում, բայց նաև բոլոր երեխաների եւ ինչու՞ չէ ծնողների համար, որոնք հիմա մեզ դիտում են, ինչպես է կազմակերպվում ընդունելության ամբողջ գործընթացը, արդյոք երբ են ժամկետները, ինչպես կարելի է դիմել։ Սեպտեմբերի 2-րդ կեսին միշտ մենք անում ենք ընդունելություն, որպես այդպեսին օգոստոսի կեսից գնում են հայտարարությունները ռադիոյով, նաև հեռուստացույցով, գալիս են երեխաներ, ովքեր գոնե երկու երգ պիտի առանց մինուսային ֆոնոգրամի երգեն, այսինքն երգեն ակապելլա, նաև մենք իրենց պարային շարժումներն ենք դիտում եւ այլն, ինչպես մայստրոն ասաց, ես էլ էլի փաստեմ, որ քանի որ բացարձակ անվճար է մեզ մոտ, դրա համար նշաձողը ահագին բարձր է դրված։ Ահագին բարձր եւ երբ անցնում են երեխաները արդեն այդ փուլերը, մենք տալիս ենք հնարավորություն 3 ամիս, որպեսզի երեխաները կարողանան մեզ մոտ այսպես ասած թրծվել։ 3 ամսից հետո իրենք մեզ մոտ տալիս են մի փոքր քննություն, որը իրենց անցած նյութերն են հանձնում, դրանից հետո եւս մի տարի մոտավորապես մեզ մոտելի թրծվելուց հետո նոր մենք հասկանում ենք, որ այդ երեխան այո, իրոք մերն է, կամ էլ ուղղակի ասում ենք բալիկ դու շատ լավն ես, բայց դու արևիկցի չես։ Արևիկցի դառնալը բավականին բարդ է, բայց եւ հնարավոր, այնպես որ կարող են ավելին այն մարդիկ, ովքեր արևիկում են եղել, միջև հիմա իրենց հոգու խորքում, երբ հարցնում ես, ասում են ես արևիկցի եմ։ Շատ հետաքրքիր է, իրենք չեն մոռացել։ Դա եւ շատ լուրջ մարդիկ են այդ ասպարեզում, նաեւ երաժշտական ասպարեզում միջև հիմա մեկը օրինակ հենց մայստրո Երվան Երզենկյանի նվագախմբում է նվագում բանը Լիանան, հա։ Բացի դրանից, դե Արամոյին նշեմ, Պեպելյանին նշեմ, Քրիստինեն ասեմ, Ռուբեն Ջագինյանն էլ Արևիկից։ Այո։ Արմեն Պողոսյանը մեր նվագախմբի
փողային նվագախմբի, ինչ ասեմ, դիրիժորը Բրունետը իմ երեխաներից է արդեն շատերին չեմ շարքը կարող ենք շատ երկար շարունակել։ Շարունակենք ճիշտ է։ Այո։ Շնորհակալ ենք անչափ կրկին առավոտը մեզ հետ սկսելու եւ այս կարևոր համերգի մասին պատմելու համար։ Ձեզ հիանալի օրվա շարունակություն ենք մաղթում։ Մենք էլ շատ ուրախ ենք, որ դուք մեզ չեք մոռանում եւ շատ ուրախ եմ, որ մենք ձեզ հետ ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք ուրիշ բեմերում նաեւ։ Սիրով, մենք էլ ենք շնորհակալ։ Իսկ սիրելի հեռուստադիտողներ, հիմա առաջարկում ենք լսել լավ երաժշտություն եւ վերադառնալ։